bütünleşmesi çabalarına Türkiye'nin desteği tam. Զանգեզուրի միջանցքը շատ կարևոր ուղի է Թուրքիայի համար։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը։ Մինչ Հայաստանի վարչապետը պատրաստվում է Գյումրիում կայանալիք միջոցառմանը, Անկարայում հույս ունեն, որ մոտ ժամանակում կստորագրվի խաղաղության պայմանագիր Բաքվի եւ Երևանի միջև։ Մեջբերում Թուրքիան հույս ունի, որ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության պայմանագիր Ադրբեջանի եւ Հայաստանի միջև։ Այսպես է ձևակերպել խաղաղության համաձայնագրի շուրջ իր խոսքը Հական Ֆիդանը։ Azerbaycan Ermenistan normalleşmesinin bölgede hem bağlantısallık konusunda Ֆիդանի խոսքով Ադրբեջանի, Թուրքիայի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն ունի տնտեսական առավելություններ։ Մեջբերում մեր տարածաշրջանի դերը միջին միջանցքի իրականացման հարցում չափազանց կարևոր է։ Հարավային Կովկասում կայունությունը կարևոր է այդ միջանցքի անվտանգության տեսանկյունից։ Մեջբերման ավարտը։ Պարզվում է, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցի շուրջ Թուրքիան աշխատում է նաեւ Եվրոպական միության հետ։ Այս մասին պարզ է դարձել Հականի ճեպազրույցի ընթացքում։ Թուրքիայի արտգործնախարարի խոսքով շատ մոտ է խաղաղության համաձայնագրի կնքումը։ Նա նաև հավելել է, որ դա նպաստում է տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանը։ Մեջբերում մենք շատ մոտ ենք դրան։ Մեջբերման ավարտը։ İnşallah barış anlaşması imzalanınca göreceksiniz hem bağlantısallık hem ekonomik kalkınma konusunda. Չնայած Նիկոլ Փաշինյանն արդեն հասել է Գյումրի, նրա մեկնարկած ավտոերթի մնացած մասնակիցները դեռ ճանապարհին են։ Հարյուրավոր մեքենաներ խցանում են առաջացրել Երևան-Գյումրի ավտոճանապարհին։ Համացանցում օգտատերերը հրապարակել են կադրեր, որտեղ երևում է մի քանի կիլոմետր ձգվող երթը։ Ինչպես տեսնում եք, անգամ եղանակային վատ պայմանները չեն խանգարել նրանց ճանապարհ ընկնել։ Հայաստանի վարչապետը մեկնել է Գյումրի մասնակցելու հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի բացմանը։ Գործարկվել է հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածը։ Պատասխանատուները վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են, որ ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը մոտ 84 կիլոմետր է։ Շինարարությունն իրականացվել է 4 փուլով։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են Կառավարության, Ասիական զարգացման բանկի եւ Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ։ Ճանապարհին առկա է նաեւ 2 մետր լայնությամբ տեխնիկական կամ անվտանգության գոտի, որը նախատեսված է մեքենաների խափանվելու դեպքում կայանման, ճանապարհի սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպման եւ այլ նպատակների համար։ Մենք կարևորը հասանք Գյումրի։ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է նախկին կինը Աննա Հակոբյանը։ Ամիսներ առաջ սկանդալային բաժանման մասին հայտարարելուց հետո նրանց համատեղ ներկայությունը ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Մերսի։ Ավելին, մի շարք լրատվամիջոցներ նկատել են, որ առավոտյան կառավարական տանն արված տեսանյութում է երևում վարչապետի նախկին կինը։ Իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունը ավարտվել է։ Փետրվարին ամուսնալուծության մասին հայտարարելուց հետո Աննա Հակոբյանը չէր մեկնաբանել, թե որն է պատճառը, սակայն նաեւ չէր բացառել, որ իր դեմ քրեական գործ կհարուցեն։ Շելի այդպես, որովհետեւ մենք այլ ամուսնություն չունենք։ Բողոքի ակցիա է անցկացվել Փարաքարում։ Տեղի բնակիչ կանայք պահանջում են նախկին համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի գործով արդար քննություն, ինչպես նաև պահանջում են վտարել համայնքից այս գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանի ընտանիքին, որոնք համայնքապետի սպանությունից կարճ ժամանակ անց վերադարձել էին իրենց տուն։ Ի դեպ, ակցիայի մասնակիցների շարքում եղել է նաև Վալոդիա Գրիգորյանի մայրը, ով անձամբ է խնդրել ոստիկաններին վտարել որդուն սպանողի ընտանիքին։ Ակցիայի մասնակից կանայք իրենց ձեռքին ունեցել են նաև պաստառներ, կանխարգելեք հնարավոր վտանգը, տեղափոխեք Գևորգ Հարությունյանի ընտանիքը Փարաքարից, վերականգնեք Փարաքար համայնքի անդորը եւ այլ գրառումներով։ Նրանք ծաղիկներ են խոնարհել սպանված նախկին համայնքապետի Շիրիմին եւ հայտնել, որ իրենց ինքնաբուխ նախաձեռնությունն ուղղված է գործի ամբողջական բացահայտմանը եւ բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ ներկայացուցիչները վաղը երկուշաբթի երեկոյան կլինեն Իսլամաբադում, որտեղ կշարունակվեն Իրано-ամերիկյան բանակցությունները։ Նա նշել է, որ պատվիրակությունը կգլխավորի փոխնախագահ Ջեյդի Վենսը, կմասնակցեն նաև Սթիվ Ուիթքոֆը եւ Ջարեդ Քուշները։ Մինչ այս Թրամփը հույս էր հայտնել, որ բանակցությունները կվերսկսվեն եւ կտան ցանկալի արդյունք, նաև ակնարկել էր, որ բացասական արդյունքի դեպքում ավելի ուժեղ հարվածներ կհասցնի Իրանին։ Իրանի ու ԱՄՆ-ի միջև առաջին բանակցությունները տեղի էին ունեցել այս տարվա ապրիլի 12-ին։
ամսին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։ Երկար եւ լարված հանդիպումը չէր տվել ցանկալի արդյունք, ուստի կողմերը վերադարձել էին իրենց երկրներ հետագա բանակցությունների ակնկալիքով։ Իսրայելական բանակը պայթեցնում է լիբանանյան տները երկրի հարավում գտնվող սահմանամերձ բնակավայրերում։ Չնայած հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությանը, իսրայելական բանակը շարունակաբար ռմբակոծում է Լիբանանի բնակելի շենքերը։ Իդեպ նաև նշենք, որ Լիբանանի բնակիչները հավատալով 10-օրյա հրադադարի հաստատմանն արդեն սկսել էին վերադառնալ իրենց տներ։ Չնայած դեռ 3 էր իսրայելական բանակը խախտել իր իսկ խոստացած հրադադարը, Թրամփը շարունակում է մեղադրել Իրանին։ Նա պնդել է, թե Իսլամական Հանրապետությունը լրջորեն խախտել է հրադադարի ռեժիմը։ Սպիտակ տան ղեկավարը հաստատել է, որ այնուամենայնիվ խաղաղության համաձայնագիր կկնքվի։ Հարկ ենք համարում նաև նշել, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև կնքված համաձայնագրում ներառված էր նաև Լիբանանում հրադադար հաստատելու վերաբերյալ հարցը։ Մեջբերում դա տեղի կունենա խաղաղ ճանապարհով կամ դժվարին ճանապարհով, հայտարարել է Թրամփը։ Դժվարին ճանապարհ ասելով նա հավանաբար նկատի ունի այն բոլոր սպառնալիքները, որոնք մինչ օրս հնչեցրել է իբրև թե Իրանին ճնշելու նպատակով։ Այս բոլոր հայտարարություններին ու սպառնալիքներին Իրանն ունի մեկ պատասխան. մենք պատրաստ ենք ամեն ինչի։ تا حدودی قابل فهمه. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում ընդլայնել պատերազմը ԱՄՆ-ի եւ Իսրայելի դեմ, շեշտելով, որ պատերազմի նախաձեռնող չեն եւ պարզապես պաշտպանում են իրենց իրավունքները։ Մեջբերում, եթե ուզում են սպանել մեկ մարդու, եթե ունեն թիրախ, թող միանգամից սպանեն այդ մարդուն։ Փոխարենը նրանք սպանում են մեր երեխաներին, մեր կանանց, մեր տարեցներին։ Ինչու՞։ Դրանով նրանք նաեւ մեզ են սպանում հոգեպես։ Մեջբերման ավարտը։ Փեզեշքյանի խոսքով Իրանը ձգտում է խաղաղության, սակայն դա չի խանգարի իրենց արժանի հակահարված հասցնել թե Իսրայելին, թե ԱՄՆ-ին։ Մինչ այդ ճակերտավոր խաղաղություն հաստատող Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե համաձայնություն չլինի, ռազմական գործողությունները կարող են վերսկսվել։ Իրանը դեռևս պատրաստ չէ ԱՄՆ պաշտոնյաների հետ առերես բանակցությունների նոր փուլ անցկացնելուն, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն, ընդգծելով առանցքային հարցերում Վաշինգտոնի առավելապաշտական պահանջներից հրաժարվելու անհրաժեշտությունը։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում Խաթիբզադեն հայտնել է նաև, որ իր երկիրը չի հանձնի հարստացված ուրանը Միացյալ Նահանգներին, մերժելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները։ Մեջբերում, մենք այժմ կենտրոնացած ենք երկու կողմի միջև ըմբռնման շրջանակը վերջնական տեսքի բերելուն։ Չենք ցանկանում մտնել մի բանակցային գործընթացի մեջ, որը դատապարտված է ձախողման եւ որը կարող է էսկալացիայի նոր շրջանի պատրվակ դառնալ։ Մեջբերման ավարտը։ Վաշինգտոնը պետք է արժանանա Իրանի ժողովրդի վստահությանը, Թեհրանի հետ համաձայնության հասնելու համար, ընդգծել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նա սա անվանել է ամենակարևոր քայլը, որը ամերիկացիները պետք է ձեռնարկեն։ Մեջբերում, մենք լիովին պատրաստ ենք, եթե նրանք նույնիսկ ամենափոքր սխալը թույլ տան, մենք ուժով կպատասխանենք, ասել է Ղալիբաֆը։ Այս հայտարարությունից ժամեր առաջ ամերիկյան հարվածային ուղղաթիռները սկսել են պարեկություն անել Հորմուզի նեղուցում, իրանական նավթատարների շրջափակումն ապահովելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովաբանել է Իսրայելին եւ ասել, թե Իսրայելը ցուցաբերել է քաջություն Իրանի հետ հակամարտության ժամանակ եւ ապացուցել, որ կարող է լինել Միացյալ Նահանգների իսկական դաշնակիցը՝ ի տարբերություն այլ երկրների։ Հավանաբար Թրամփը այս կերպ արտահայտել է իր բարկությունը այն երկրների նկատմամբ, որոնք չարդարացրին իր սպասելիքները։ Իրանի դեմ պատերազմ սկսելու պահին Թրամփը հավանաբար սպասում էր, թե աշխարհը հիմա կկանգնի իր կողքին, բայց արի ու տես, որ այս երկրների համար առավել կարևոր եւ բարձր է մարդկային կյանքը, քան թե փողն ու նավթը։ Ավելին, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գրասենյակը դատապարտել է Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռի վերջին արձակումը, այն անվանելով սադրանք, որը խախտում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը։ Անվտանգության գրասենյակը կոչ է արել Փահենյանին անհապաղ դադարեցնել նման գործողությունները։ Փաստորեն ԱՄՆ-ն գիտի, որ ՄԱԿ-ը ունի անվտանգության խորհուրդ, առավել եւս մշակված բանաձևեր, որոնք խախտել չի կարելի։ Իսկ երբ ինքն է հրթիռներ արձակում Իրանի խաղաղ բնակչության, առավել եւս երեխաների վրա, այդ բանաձևերը կարծես դառնում են թափանցիկ։ Okay, thank you very much. This is big stuff.
Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը շտաբ խորհրդակցություն է անցկացրել վարչակազմի առանցքային անդամների հետ, քննարկելու Հորմուզի նեղուցում սրված ճգնաժամը։ Իրանի հետ հաստատված հրադադարի ժամկետն ավարտվում է 3 օրից, սակայն բանակցությունների նոր փուլի վերաբերյալ հստակություն դեռևս չկա։ Հանդիպմանը մասնակցել են փոխնախագահ Ջեյդի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը եւ ուժային կառույցների ղեկավարները։ Գործընթացում որպես միջնորդ ներգրավվել է Պակիստանի բանակի հրամանատարը, ում միջոցով Վաշինգտոնը նոր առաջարկներ է փոխանցել իրանական կողմին։ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները խորացել են ուրանի հարստացման ծավալների շուրջ, ինչն էլ դրդել է Թեհրանին դիմելու շանտաժի մարտավարության։ Եթե առաջիկա ժամերին բեկումնային առաջընթաց չարձանագրվի, տարածաշրջանում պատերազմական գործողությունների վերսկսումն անխուսափելի է համարվում։ We have a president, the 47th president of the United States, is not a